Մայիսի 10-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների Եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին։ Հայաստանի Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայցելով ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ներկայացրեց համաժողովին մասնակցող շուրջ 35 եվրոպական երկրներից Հայաստան ժամանած 70-ից ավելի պատվիրակներին, տեղեկություններ փոխանցեց համաժողովի աշխատանքների մասին։ Նախորդ տարի Վարշավայում տեղի ունեցած ամենամյա համաժողովի ժամանակ միաձայն որոշվել է 2025 թվականին համաժողովն անցկացնել Երևանում։ Դատավորների միությունները հասարակական կազմակերպություններ են, աշխարհում գործում են Եվրոպական դատավորների միություն եւ Դատավորների համաշխարհային միություն։ Տարին մեկական անգամ համաժողովներ են անցկացվում, որոնց ժամանակ մասնագիտական հարցեր են քննարկվում, տարբեր երկրների դատական համակարգերի վերաբերյալ խնդիրներ են բարձրացվում, մենք այդ ընդհանուր ժողովների ժամանակ փորձում ենք միջոցներ ձեռնարկում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց ամենայն հայոց կաթողիկոսը, ուրախություն հայտնելով Հայաստան եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։ Հայոց հայրապետն իր խոսքում անդրադարձավ դատավորի կարևոր առաքելությանը աշխարհում արդարության հաստատման, մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության գործում, կարևորելով արդարադատության բարոյահենք համակարգի ամրապնդումը։ Վեհափառ հայրապետը պատգամեց դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը, որ իրական արդարությունը բխում է առ Աստված հավատքից եւ դրսեւորվում է սիրով։ Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին, Նորին Սրբությունը կարևորեց միջազգային դատական հանրության անդրադարձը, բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման գործողություններին։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 8-ի երեկոյան Սիքստինյան մատուռի ծխնելույզի սպիտակ ծուխն ավետեց Հռոմի 267-րդ քահանայապետի ընտրությունը։ Պապընտիր կոնկլավը Հռոմի պապ ընտրեց կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստին։ Այդ օրը նորընտիր քահանայապետը պատշգամբից ողջունեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապին։ Վեհափառ հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. Հայաստանի այց առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի հավատացյալների եւ ամենայն հայոց հայրապետիս անունից հղում ենք մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները ձեզ աշխարհի 4 ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր ու պատասխանատու առաքելությունը ստանձնելու արդիվ։ Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ եւ շնորհ պարգևի ձերդ սրբությանը, ճշմարտությամբ ու գթասրտությամբ առաջնորդելու կաթոլիկ եկեղեցին եւ խաղաղության, արդարության ու հոգեվոր նորոգության կարոտ ներկա աշխարհում մշտարթում վկայելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Գոհություն եւ փառք ենք մատուցում Տիրոջը մեր երկու քույր եկեղեցիների միջև շարունակվող քրիստոնեական սիրո, ամոր կապի ու հարաբերությունների համար, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների եւ ընդհանուր վկայությունների շնորհիվ։ Նորին Սրբությունը մաղթել է սրբազան քահանայապետին քաջառողջ երկար տարիներ եւ հոգեվոր անսպառ զորություն առաջնորդելու Աստծո կողմից իրեն վստահված հավատավոր հոտին։ Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ եւ հոգեվորականների մասնակցությամբ Սիսիանի Լոր գյուղում վերահոսվեց 17-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Նախորդ օրը մայիսի 9-ին տեղի ունեցավ Դռնբացեքի եւ Նավակատիքի արարողությունը։ Լոր գյուղը Համո Սահյանի ծննդավայրն է։ Լոր գյուղում մենք ունենք երկու եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես եւ Սուրբ Գևորգ եկեղեցին։ 5 տարի առաջ արդեն իսկ եկեղեցին պատրաստ էր վերահոսման։ Պատարակներն ինում էր, բայց վեմ քարով եկեղեցին օծված չէր, ժողովուրդը սպասում էին, որ մեկ օր պետք է օծեն եւ այդ օրը այսօր էր։
Լորաձոր գետի ձախափին փռված Լոր գյուղը հիշատակվում է միջին դարերից եւ հարուստ պատմական անցյալ ունի։ Գյուղի Սուրբ Գևորգը 1666 թվականին է կառուցվել, իսկ Լորի եւ Շենաթաղի միջնամասում գտնվող Սուրբ Հովանեսը 1686 թվականին։ Հնամենի այս եկեղեցին Համո Սահյանի ամենասիրելի ուխտավայրն է եղել։ Հաճախ է ծննդավայր եկած հյուրերին անձամբ ուղեկցել այստեղ։ Մարդիկ պատմում են ու հավատում, որ եկեղեցու հարևանությամբ կծուջուր կոչվող աղբյուրը մեծ զորություն ունի, այն բխում է եկեղեցու տակից։ Սյունյաց թեմում այսօր պատրաստ ունենք վերահսկման մի քանի եկեղեցիներ։ Տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին արդեն իսկ պատրաստ է 10-րդ դար։ Լոր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին արդեն իսկ պատրաստ է մեր հավատացյալների ջանքերով վերակառուցվել է Փուխրուտի Քաջարանի Սուրբ Ստեփանոս եկեղեցին պատրաստ է վերահսկման, Վահանավանքը պատրաստ է վերահսկման, Որոտնավանքը եթե այցելել եք, արդեն մեծ աշխատանքներ են կատարում մեր հավատացյալների ջանքերով, ինչ որ մենք ասում ենք մեր հավատացյալների ջանքերով։ Սրբազան հայրը ուրախությամբ փաստում է, որ համայնքի անդամների նվիրական ջանքերի շնորհիվ են իրականացվում վերականգնման աշխատանքները։ Հավատացյալներն անհամբեր սպասում են, երբ են կրկին բացվելու պատմական սրբավայրերի դռները։ Ասում են, որ Խրիմյան հայրիկը Տաթևից վերադառնալիս անցել է Լոր գյուղով եւ նրա ոտքերի տակ գյուղացիները մինչեւ եկեղեցի գորգեր են փռել։ Խրիմյան հայրիկը օրհնել է նրանց ասելով. «Ահա թե ինչին դրախտ կսեն, թող Աստծո օրհնությունն ըլլա այս Լոր գյուղի վրա»։ Լիանա Չիչակյան, եկեղեցական կյանք։ Կիրակի օրը մարդիկ եկել էին Հովանավանք մասնակցելու Սուրբ Պատարագի աղոթելու պատմական սրբավայրում։ Արաքածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ թեմում ավանդույթ է ձևավորվել հինանց շրջանի Կարմիր կիրակիին Հովանավանք բերել Կարմիր ավետարանը։ Այս կիրակի եւս Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր ավետարանը Հովանավանքում էր, մարդիկ եկել էին ուխտի, ավետարանի օրհնությունն ստանալու։ Սիրում եմ այս վանքը, որովհետև ինքը ճարտարապետական եւ մեր քրիստոնեական շատ գեղեցիկ արժեքներից մեկն է, որ մտնում ես այս տաճարի մեջ, կարծես թե ուրիշ աշխարհն է։ Իր գեղեցկությամբ, իր ճարտարապետական կոթող լնահզորությամբ, զորություն է զգում։ Շատ հոգևոր արժեքով։ Հետո նա ստացվեց նաև իմ որդու հարսանիքն էլ ենք ստացել։ Ստե նաև մենք ծառ ենք տնկել, այս ծառներից մեկը։ Իմ կյանքում Աստված շատ մեծ հրաշքներ է գործել ու ես ամբողջ սրտով հոգով հավատում եմ։ Դրա համար աշխատում եմ, որ կիրակի օրերը պատարագներին մասնակցեմ եւ իմ գոհունակությունը, իմ շնորհակալությունը հայտնեմ Աստծուն։ Սուրբ Պատարագը մատուցեց Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Պատարագիչ հոգևորականն իր քարոզում խոսեց Կարմիր կիրակիի խորհրդի մասին։ Քրիստոսի հարությունից հետո հաջորդող կիրակիներից Կարմիր կիրակին է։ Գիտեք, որ հինանց շրջանի յուրաքանչյուր կիրակի կարծես իր գույնը ունի, եւ այս կիրակին կոչվեց եկեղեցու հայրերի կողմից Կարմիր կիրակի, իսկ կարմիրը մեզ համար կարծես պայքարի, մաքարումի գույնն է։ Իսկ խոսելով պայքարի եւ մաքարման մասին, կարծես խոսում ենք մեր ժողովրդի պատմության եւ անցյալի մասին, որովհետեւ մեր ժողովրդի ամբողջ պատմությունը կարծես լցված է եղել պայքարով ու մաքարումներով։ Բայց արի ուտես այս գույնը նաև արյան գույն ունի, իսկ երբ որ խոսում ենք արյունից, միանգամից իմ մտքին գալիս է Քրիստոսի հեղված կարմիր արյունը մարդկային փրկության եւ մարդկային մեղքերի համար։ Այն ժողովուրդը, որ այսօր եկել է մեր Սուրբ Տաճարը, հենց այդ քաղցն է զգացել, Քրիստոսի քաղցն է զգացել եւ եկել է Աստծո խոսքով կերակրվելու։ Փառք Տիրոջը, որ ամեն անգամ իր հավատավոր զավակների համար, իր զավակների համար կերակուր ունի պատրաստած եւ կարողանում է այդ կերակուրով ապրեցնել իր հավատավոր ժողովրդին։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր ավետարանը պահվում է Երևանաբնակ Կարապետյանների ընտանիքում։ Արդեն 5 տարի այսօրը ընտանիքի անդամները բերում են Սուրբ Հովանավանք։ Ընտանիքի անդամները առանձնահատուկ ակնածանքով ու հավատով են մասնակցում այս պատարագին։ Իմ նախահայրերը վանականներ են եղել,
Մշե Առաքելոց եկեղեցում Տեր հայրեր են եղել։ Գաղթի ժամանակ կարողացել են իրենց հետ բերել Կարմիր ավետարանը։ Իմ նախահայրը Կարապետ Պապը ինքը եղել է շնորհալի եւ կարողացել է մարդկանց օգնել իր աղոթքներով, իր հավատքով եւ այդպես բոլոր իր երեխաներին դաստիարակել է, 4 հատ տղա է ունեցել, գաղթի ժամանակ 2-ին կորցրել է։ Բայց բոլոր դեպքերում չի հուսահատվել, հավատացել է, որ Աստված ամեն մեկին տալիս է ճանապարհ եւ դժվարությունները, եթե դու ունես հավատք, միայն քեզ կերտում են եւ ավելի լավն են դարձնում։ Այսօր Կարմիր ավետարանը, քանի որ փրկվեց, այդ գաղթի ժամանակ կարողացան բերել Հայաստան, ամեն տարի Հովանավանքում նշում ենք այդ օրը, որտեվ ինքը տան ավետարան է, մեր նախահայր Կարապետ Պապի օրհնությամբ փոխանցվում է ժառանգաբար, բայց մեզ համար կարևոր է, որ եկեղեցում անպայման ծառայություն լինի եւ բոլորը այդ լույսը ստանան։ Հովանավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում։ Վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում։ Այստեղ վանահայր է եղել 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին։ Վանքի արձանագրությունները պատմում են, որ սրբավայրը կառուցվել է Վաչուտյան իշխանների բարերարությամբ։ Դարերի ընթացքում տարբեր փորձությունների միջով անցած եւ կանգուն մնացած վանքը այսօր էլ մեկտեղում է ուխտավորների, տարածում է Քրիստոսի լույսը, Աստծո խոսքը։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մի դեմքից մյուսն են անցնում, ամեն մեկի մոտավոր տարիքն են որոշում, դիմագծերն են ուսումնասիրում, մեծերի ու փոքրերի մեջ են փնտրում, չեն գտնում։ Հերմես Բերթա եւ Արես Թադևոսյանները Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության հայ որբերին նվիրված հատվածում միանման հագնված երեխաների խմբանկարներում փորձում են իրենց հորը գտնել։ Մի վաղ լուսանկար են գտնում։ Այս մեկում հաստատ գիտեն ով է։ Մանկատանը եղբայրացած Հարություն Ալբոյաջյանի ու Թորոս Թադևոսյանի լուսանկարն է, որ արվել է 1919 թվականին Հալեպի հայկական եկեղեցու բակում։ Թորոսն այստեղ 13 տարեկան է։ Հայրս մահացել է 97 թվականի մայիսի 5-ին։ Արդեն 91 տարեկան հասակում։ Ինքը ծնված եղել 6 թվականից ծնված եղել, բայց ինքը իր ծննդյան օրը չգիտեր, չուներ, որ մենք այդ օրը ինչ-որ մի օր նշենք հորս ծնունդը։ 1906 թվականին Գյուրինում ծնված երեխային տատը գյուղի Սուրբ Թորոս եկեղեցու պատվին Թորոս է անվանել, ջուլհակագործների ընտանիք է եղել։ Գյուրինը պատմական Սեբաստիայի Գյուրին գավառակի կենտրոնն էր, որտեղ ապրող հազարավոր հայեր 1915 թվականին կոտորվել են։ Թորոսը կորցրել է ընտանիքին, ծնողներին, տատիկին, նորածին քրոջն ու փոքր եղբորը։ Հարյուրավոր հայ երեխաների հետ հայտնվել է Բեյրութից 15 կիլոմետր հեռու գտնվող Անթուրայի նորաբաց որբանոցում, որը Ջեմալ Փաշայի հրամանով հատուկ հայ որբերի համար է բացվել։ Նրա կարգադրությամբ թուրք գրող, ֆեմինիստ ու պանթուրքիստ Հալիդե խանումը ստանձնել է հայ երեխաների բռնի կրոնափոխությունն ու թրքացումը։ Չնայած թուրքերի ջանքերին, երեխաներից շատերը թե մայրենի լեզուն են պահպանել, թե կրոնը։ Փոքր երեխա են եղել, բոլորին անունները փոխել են, հորս անունը Ահմեդ են դրել թուրքական, մյուսին այնպես հանգարց որ մեկը մեկին հայկական անունով դիմեր, ծեզ ու ջարդ, շատ խիստ ձևով են ծեզել ջարդել, թուրքացել են, էլի։ Հայրս ասում է, գնում ենք մի հատ պատիհանգյուն, ուզվում եմ, կներեք, մի հատ պատիհանգյուն, գնում է, որ հայրը խոսա չմոռանա։ Ցուցադրության մեջ ներառված մի քանի լուսանկարներ ներկայացնում են բռնի կրոնափոխության ու թրքացման մի քանի տարվա պատմություն։ Գյուրինցի Գառնիկ Բանյանը եւ Հարություն Ալբոյաջյանը հրապարակել են իրենց հուշերը։ Իսկ Թորոս Թադևոսյանի ձեռագիր գրառումների մի մասը եւ որոշ լուսանկարներ զավակները հանձնել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին։ Իրենք չեն կարողացել ձեռագիրը կարդալ։ Արես Թադևոսյանը հորը ձայնագրել է։ Թորոսը պատմել է գաղթի ճանապարհի, Անթուրայի որբանոցում կրած տանջանքների ու հետագայում ամերիկյան մանկատանը հայտնվելու մասին։ Այդ հուշերը Հայոց ցեղասպանության ծրագրված լինելու մասին ականատեսի եւ վերապրածի վկայություններ են։ Հերս
Շատ գոյեր ամերիկական որբանոցից, շատ գո, հետո պատմում էր էլի, բայց թուրքական որբանոցից դե պատմել էր, իշտ դաժան են վարվե, արկիրեր են հայրեն խոսել, ինքը ձևացել է, որ համր է, որ համրը չի կարող խոսել, բայց դա հասկսել են, բաժել են, որ ասում են, Սիսերն ու Կարլոխը բան է ոչ թե քայլել, այլ չոքել վրեն, որ հայրեն է խոսացե, անգյուն են բաները, անգյունում է Սիսեր ու Կարլոխը են լծե ու չոքեցնել են տվե վրեն, լրի մտնում էր ոսկորներին արտե ցավը։ Նվիրաբերվող նյութերի մեջ էր նաև Սալոնիկում ստացած գյուղատնտեսի դիպլոմը, սիրիական հրակե զանապատներում կիսամերկ ու անոթի թափառող երեխաների մասին գրած բանաստեղծությունը։ Բերթա Թադևոսյանը թանգարանի ժամանակավոր ցուցադրության մեջ գտնում է ամերիկյան որբանոցի ուսուցչուհուն Բերթա Մորլիին, որը Թորոսին ու էլի 10 որբերի որդեգրել ու խնամել է։ Նրա պատվին է հայրը իր անունը Բերթա դրել։ Համ ուսուցչուհի եղել, համ իրանց խնամակալը։ Ինքը հավաքել է 16 տղայի, որին իրան տուրն եկե, բոլորը կրտված, խելացի, լավ ընտանիքները երեխաներն եղել, փոքր հասակին, 10-12 տարեկան, մինչև մեծացրել է, մինչև Սալոնիկ գնացել է հետները, մինչև 25 թվի նոյեմբերին նոր իրանք եկել են Բերթա Մորլին գնացել է Ֆրեզնո, իրանք եկել են Հայաստան։ Մեծ պապիկի մասին պատմությունը պահպանելու նրա երազանքները իրականացնելու մասին Ծոռնիկը 16-ամյա Սարոն է պատմում։ Մեծ պապիկիս երազանքն է եղել, որ իր թորների մեջ լինեն դիվանագետներ, բայց ափսոս այդ իր ցանկությունը չի կատարվել ու ես հիմա կատարելու եմ իր ցանկությունը, ես ծոռն եմ ու դառնալու եմ դիվանագետ։ Երազանքս է, եթե ոչ ամբողջ Արևմտյան Հայաստանը, ապա գոնե Արարատը, Սուրբ Մարուի գավառն ու Անին տեսնել Հայաստանի կազմում։ Հերմինե Հակոբյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Վերսկսվել են Մասյացոտնի թեմի Մոշախբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրի վերականգնման աշխատանքները, որ մեկնարկել էին անցյալ տարի։ Վանական համալիրը միջնադարյան պատմամշակութային հուշարձան է եւ վերականգնման ամբողջ ընթացքը նախագծումից սկսած կատարվում է Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության եւ Մայրաթորի ճարտարապետական խորհրդի համագործակցությամբ։ Գաղափար հայրապետի օրհնությամբ դեռևս տարիներ առաջ այս գաղափարը սկսել էր զարգանալ աստիճանաբար եւ ի հայտ էին եկել մարդիկ, նվիրյալ հայրենիներ, ովքեր պատրաստ էին կյանքի կոչելու վանքի վերակառուցումը։ Ավարտելուց հետո կազմակերպությունը նաեւ համախորհուրդ մեծ հետ ծրագիր ունի վանքը օժտելու նաև ենթակառուցվածքներով եւ առհասարակ այս միջավայրը մեր միջնադարյան վանական համալիրին բնորոշ տեղ դարձնելու մեր ժողովրդի հավատավոր ժողովրդի համար։ Վանքի վիմագրերը վկայում են 1301 թվականին է սկսվել վանական համալիրի կառուցումը Ջալալ Օրբելյան իշխանի եւ նրա կնոջ նախաձեռնությամբ։ Ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ վանքը հիմնականում տուժել է երկրաշարժերից եւ դրանց հետևանքով առաջացած սողանքներից։ Վերականգնման նախագծում ներառված է նաեւ ջրահեռացման հարցը, վանքը հետագայում հեղեղումներից պաշտպանելու համար, ասում է վանահայրը։ Վանական կառույցից պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Զանգակատունը եւ Տապանատունը։ Երեքն էլ հիմնովին վերականգնվում են։ Ամենաբարդը տապանատանն իրականացվող աշխատանքներն են։ Տապանատան պատին կան արձանագրություններ, որտեղ նշվում է, որ այստեղ թաղված են Օրբելյան ընտանիքի մի ճյուղի անդամներ, Ջալալ իշխանը, Գոնցա իշխանուհին եւ նրանց որդի Էլիկոմը, սակայն չէր երևում տապանները նրանց։ Գերեզմանակարերը, շիրմաքարերը չկային։ Որոշվեց, որ պիտի տապանատան հիմնական մասը քանդվի եւ վերակառուցվի։ Հողահեռացման աշխատանքներ էին կատարում մոտ 2 մետրից ավել խորության
մեջ բացահայտվեցին այդ 3 տապանները եւ տապանական վերակառուցման նախագիծը փոփոխության ենթարկվեց։ Վանական համալիրը կառուցվել է սպիտակ կրաքարից, այդ պատճառով նաև սպիտակավոր են կոչել։ Քանի որ հայաստանյան ներկայիս սպիտակ կրաքարը զգալիորեն փոքր է եւ չի համապատասխանում կառույցի հին քարերին, մասնագետների որոշմամբ այն կփոխարինվի տրավերտին քարատեսակով։ Նյութատեխնիկական եւ գունային առումներով հենց սա է ամենահարմարը։ Եկեղեցու գմբեթն արդեն երեսպատված է տրավերտինով։ Գմբեթի վրա նայեցին տեսան մոտավորապես 40-45% շատ հին են եւ ճակված են քարեր, որ հեռացվել է եւ տրավերտինով հինի հետ համադրվում է եւ ինչպես տեսնում եք նույն սպիտակ գույնն է ստացել եւ ամբողջ շինարարությունից հետո ինքը լվացվելու է ամբողջ եւ սպիտակ մեկ հատ մարգարիտ ենք ունենալու։ Լիցքավորված քարերը որ կան դրանք լրիվ հանվել լվացվել է, թակ լվացվել է ջրով, ամեն ինչ հեռացվել է կրաշաղաղը եւ ինչպես տեսնում եք կիրն էլ կա, ցեմենտի հետ կրաշաղաղը նորից խառնվում են, նույն քարերը դրվում են պատերի հիմքերի մեջ։ Ոչ մի բան չի կորում եւ իրանք օգտագործում են անպայմանորեն։ Իսկ մնացած պատի քարերը որ չկան, ինչպես տեսնում եք, էլի սպիտակ տրավերտին է դրված։ Համաձայն նախագծի հանվել է եկեղեցու խորանի իկոնոստասը, պատկերակալը։ Այն 1830-ականներին ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակ է տեղադրվել եկեղեցում։ Խորանն արդեն ստացել է իր նախկին տեսքը, ասում է հայր Արիստակեսը։ Մաքրման աշխատանքների ժամանակ եկեղեցու արևելյան կողմում առկա տապանաքարերի կողքին մի քանի նոր արձանագիր տապանաքարեր են բացվել։ Շատերը եկել են այստեղ որպես միաբանական կենտրոն եւ հիշատակություն ունենք որոշ արձանագրություններ գերեզմանակարերի վրա, տապանաքարերի, որ ունենք Աղարսնեցի վարդապետ, Գոշեցի վարդապետ, հենց այդպես էլ հիշատակվում են իրանք։ Մյուսների արձանագրությունը որոշ չափով ջնջված է, մաքրված է, որը կարողացել ենք այդ հայտնաբերել ենք, բայց նաեւ կան տապանաքարեր փոքր երեխայի պատկերագրությամբ, մեծ իշխանների պատկերագրությամբ։ Չնայած եկեղեցին Սուրբ Աստվածածին է կոչվում, բայց վանական համալիրը Սուրբ Հովհաննես Կարապետի անունն է կրում։ Այստեղ ամփոփված է սրբի մասունքը։ Անկախ վանքի ֆիզիկական վիճակից այն միշտ սիրված սրբավայր է եղել ժողովրդի համար։ Տարիներ առաջ վանք տանող ճանապարհը հիմնանորոգվեց Արարատ Ճանշին ընկերության հովանավորությամբ, եւ վանք այցելող ուխտավորների զբոսաշրջիկների հոսքն ավելի մեծացավ, ասում է Գևորգ Սրբազանը։ Թեմակալ առաջնորդը հույս ունի նաև, որ հատկապես վերականգնման աշխատանքներից հետո մասնագետները կսկսեն զբաղվել վանքի բուն առաքելության ուսումնասիրությամբ։ Մասնագետները հատկապես նշում են, որ սա այն եզակի վանքերից է, որի կառուցման մասին գրեթե ամեն ինչ հայտնի է, ով է ճարտարապետը, ով է պատվիրատուն, երբ կառուցվեց, բայց վանքի պատմությունը հիմնովին հետազոտության կարիք ունի, որովհետև ոչ մեկ չի զբաղվել այս վանքի պատմությամբ, գործունեությունը նկատի ունեմ, առաքելությունը իրականացրած կառուցման մասին, այո, հոդվածներ հրապարակված կան, բայց հիմնովին ուսումնասիրելու հետազոտության կարիք ունի վանքի պատմությունը, ինչպես մեր շատ վանական համալիրների, որոնք եւ վանական կառույցների, որոնք միջնադարում կրթական, հոգևոր մեծ առաքելություն են իրականացրել մեր ժողովրդի կյանքում։ Վանական համալիրի վերականգնումը նախատեսվում է ավարտել 2025 թվականի տարեվերջին։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։